Համար, որին պիտի անդրադառնամ, գրված է Գործք առաքելոց 22:14-ը։ Ինչ ասում ինքը Տեր Հիսուս Քրիստոս մեզ ամեն մեկիս Ղուկասի շուրթերով գրված է. մեր հայրերի Աստվածը առաջուց քեզ ընտրեց, որ նրա կամքը ճանաչես եւ այն արդարին տեսնես եւ նրա բերանի ձայնը լսես։ Քուրջ ջան, եղբայրներ ջան, ուղղակի ուզում եմ, որպեսզի մենք կարողանանք այս տեսնել։ Ես բազում անգամ անդրադառնում եմ այս համարի շուրջ հետեւյալ մտքին, որ այսօր ամեն մեկ անձնարություն կարողանա կոթեպ ընտրել։ Այսօր շատերը խորհրդատում են, որ Աստված իրեն չի կանչե, խորհրդատում են, որ իրենք անկարող ենք։ Ուղղակի ուզում եմ հարց տալ։ Եթե որից մեկ անձնարություն բիզնես է տնում, ումն է վերցնում։ Պատկերացրեք հիվանդանոց է սպասը։ Կընտրես մեկին, որը տեղյակ չէ բժշկությունից։ Կընտրես լավագույններին։ Այսօր Աստված քեզ որպես լավագույն ընտրել է։ Եվ իր նպատակը հետևյալն է, որ դու կարողանաս այդ քո պաշտոնը ընտրության փառավոր անես։ Մարկոս ավետարան 3:10 համարի մեջ գրված է. 12 հոգի կարգեց, որ իր հետ լինեն եւ որ նրանց ուղարկե քարոզելու։ Եղբայրներ, քույրեր, այսօր կուզեի, որպեսզի մենք լուրջ ուշադրություն դարձնենք մեր անձին։ Մենք գիտակցենք, որ ամենակալ Աստված ինչ է պահանջում մեզանից։ Այս կուզեի, որպեսզի ամեն մեկ անձնարություն այդ պարտականությունը կարողանար կատարել այնպես, ինչպես որ Աստված ինքը ուզում է։ Պողոս առաքյալը Հռոմեացիս 11:13 համարում սա էր ասում. Ես հետանոսներ առաքյալ եմ, իմ պաշտոնը փառավոր կեմ։ Այսօր Աստված քեզ պաշտոն է տվել։ Եվ իր նպատակը մեկն է, որպեսզի այդ պաշտոնը փառավոր անես։ Լինում է պարական մարդիկ պաշտոնի տակ հասկանում են հետևյալը. երեց, եպիսկոպոս, սարկավակ, մարգարե, ավելի մեծ պաշտոն կա։ Ոչ մարգարե անունը, ոչ երեց անունը կամ ոչ եպիսկոպոս անունը երկինք չի տանելու։ Երկինք մտնելու են միայն այս պաշտոնը։ Հռոմեացիս 12:1-ի մեջ գրված է. Արդ աղաչում եմ ձեզ եղբայր Աստծո ողորմությունը, որ ձեր մարմինները ներկայացնեք կենտանի սուրբ Աստծուն ընդունելի պատարագ, որ ձեր բանավոր պաշտոնն է։ Երկինք մտնելու են միայն սուրբերը։ Կարդամ հետևյալ համարը, ներողություն այս համարը, ուրեմն ինչ է ասում Տիրոջ խոսքը ինձ եւ քեզ Ղևտացիների 20-26 համարի մեջ գրված է։ Ղևտացիների 20-26 համար։ Եվ դուք սուրբ պիտի լինեք ինձ համար, որովհետև ես Եհովա սուրբ եմ, ձեզ որոշեցի ազգերիցը, որ իմը լինեք։ Այսօր Աստծոյի ծրագրի հիմքում ընկած է մեկ բան, որ դու երկինք ժառանգես, իսկ երկինք մտնելու են միայն սուրբերը։ Լինում է պարակայ, որ խոսում է սուրբ վիճակի վրա, մարդիկ խորը մտածում են, որ սուրբ անձնավորությունը բացառում է, որ սայտակի կամ մեղ գործի, սուրբ նշանակում է առանձնացված, զատված Աստծոյի համար։ Այսօր Աստված քեզ աշխարհից առանձնացրել է, զատել է, որպես իրեն բաժինը։ Բայց հարցս հետևյալն է, որպես իրեն բաժին դու ինչ ես անում։ Այսօր շատերը ընդունում են հետևյալը, որ իրենք Աստծոյի բաժին են, բայց նաև ապրում են աշխարհի համար։ Դու պիտի կարողանաս քո անոթը մաքուր պահել։ Դանիել մարգարության մեջ, երբ որ 5-րդ գլուխ կարդակ, այնտեղ գրված է, որ Բաղդասար թագավորը խրախճանք էր կազմակերպել։ Եվ այդ խրախճանքից հետո գրված է, որ Աստված Բաղդասարի դատավճիռը կարդաց, ինչ է ասում ամենակալ Տիրոջ խոսքը։ Գրված հետևյալը. ամենակալ Աստծոյի ձեռքը պատի վրա գրեց Բաղդասարի դատավճիռը։ Մանե, թեքև ու փարսին։ Այսինքն կշռվեցար եւ թեթև գտնվեցար։ Ինչու համար, ինչ էր արել Բաղդասարը, որն էր իրեն խնդրեմը։ Գինարկուփուկի մեջ օգտագործեց Աստծոյի տան անոթները։ Այսօր հարցը հետևյալն է, եղբայրս, քույրս, ինչի մեջ ես օգտագործում դու։ Ամենակալ Աստված այդ մեզ գինը չի վճարել, որ դու քո ուզած կյանքով ապրես։ Եվ հիշեք, երկրորդ մնացորդած 29-րդ գլխի 11 համարի մեջ գրված է, ինչ ասում Տերը ինձ եւ քեզ, արդ ворցյակներ անօգություն մի կնեք, որովհետև Տերը ձեզ ընտրեց։ Ինչու համար ընտրե։
որ նրա առաջիկ կակնեք նրան ծառայելու համար։ Աստծո ծրագիրը սա է, որ ես եւ դու իրեն ծառայություն անենք։ Հիմի հարցը հետեւյալն է. ինչ չափով ենք մենք ծառայություն անում։ Եվ հարցս ուղղված է ինձ եւ քեզ. ինչ ես գնահատում քո ծառայությունը։ Դրական թե բացասական։ Պողոս առաքյալը ասացի Հռոմեացիս 11-13 համարում ասում էր. հետանոցները առաքյալը իմ պաշտոնը փառավոր կենամ։ Այսինքն ինքը որից է մեկ խնդիր չէր ստեղծում, որպեսզի այդ անունը նախատվեր։ Եվ նույն Պողոս առաքյալը երկրորդ Կորինթացիս 6-ի 3 համարի մեջ ասում է. ոչ մի բանով, ոչ մի գայթակղություն չենք տալիս, որ պաշտոնը չնախատվի։ Եվ հետաքրքիր է, այդ ծառայության պաշտոնի վրա ուզում եմ մեկ համար հիշատակել, հարցը հետևյալն է, ինչու համար ենք մենք շատ անգամ հանցանքի մեջ ընկնում։ Պետրոսը մի հատ հոյակապ բանաձև է սովորեցնում ինձ եւ քեզ։ Նայեք կարդամ իրեն թղթերի մեջ ինչ ասում Պետրոս առաքյալը։ Երկրորդ Պետրոս առաջի գլուխ 10 համար գրված է. սրա համար եղբայրք, ավելի ջանք արեք, որ ձեր կոչումը եւ ընտրությունը հաստատ անեք, որովհետեւ սրանք անելով երբեք հանցանքի մեջ չեք ընկնի։ Հիմա եթե նախատեսությունը հետ վերլուծենք, գալիս է հետևյալը. երբեք հանցանքի մեջ չես ընկնի։ Ինչի հետևանքով։ Եթե քո կոչումը եւ ընտրությունը հաստատ անես։ Իսկ համար ես եւ դու պիտի կարողանանք իրոք լուրջ մտածել կոչում քրիստոնյա, կոչում Քրիստոսի ժառանգորդ, Քրիստոսի հետնորդ, Աստծո զավակ։ Բայց հետաքրքիր ինչ եք մտածում։ Երբ որ ասում են քրիստոնյա, մենք ինչ ենք խորում մտածում, ինչ կյանքով պիտի ապրենք։ Թող Աստված օգնական լինի ինձ եւ քեզ եւ ողորմություն անի, որպեսզի ես եւ դու կարողանանք լուրջ մտածել այս մասին։ Գրված է մեր հայրերի Աստվածը առաջուց քեզ ընտրեց։ Աստված երբեք չի սխալվում, գիտեք։ Աստված ընտրել է ինձ եւ քեզ, գիտենալով, որ ես եւ դու կարող ենք, բայց ինչի չի ստացվում, հարցը սրանում է կայանում։ Որտեղ մենք չենք ցկտում, որտեղ մենք չենք թափում։ Ես շատ անգամ ես համար օգտագործում եմ եւ նորից կուզեի կարդալ մեր բոլորի շինության համար Եգիպտացիների թղթի մեջ գրված է հետեւյալ միտքը։ Չգիտեմ, այսօր շատ անձնավորություններ խորում մտածում են, թե իրենք պիտանի չեն, իրանց Աստված, որ կանչել է, իրենց ընդամենը կանչել է լոկ հաճախել եկեղեցի, թողնել գնալ։ Ոչ, այսօր ամեն մեկ անձնավորություն եկեղեցու մեջ ունի իրեն գործը։ Երբ որ մենք նայում ենք, ուղղակի սա եղբայրները շատ լավ հասկանում են։ Ամենակալ Աստված հետևյալ միտն է ինձ եւ քեզ ասում. դուք էլ սրբատաշ քարերի պես շինվեցեք հոգեվոր տաճար։ Սրբատաշ քար, քուրեր ջան, եղբայրներ ջան, սրբատաշ քարը տապան չունի։ Ինքը տակը հարթ չէ, եթե տնես քարի վրա, ինքը կշրջվի։ Այդ քարը ուղիղ պահելու համար օգտագործում են փոքր քար։ Շատ անգամ արհեստավորները ասում են խիբար։ Այդ խիբարն է պահողը քարին։ Հիմա երբ որ նայում ես այդ փոքր քարը, որից է մեկ բանի ենթակա չէ, կարող ենք մտածել պիտի թափենք, բայց այդ փոքր քարը սրբատաշ քարին պահում է տաճարի վրա։ Եվ այսօր Աստված ամեն մեկից մեծ թե փոքր կանչել է եկեղեցաշինության համար։ Եղբայրներ քույրեր, եւ սրա համար ես եւ դու պիտի ջանք թափենք, որ մեր կոչումը եւ մեր կանչվելու վիճակը փառավոր անենք։ Բայց ցավոք շատ անգամ մենք մատների արանքով ենք նայում։ Մենք չենք մտածում, որ մարդիկ մեզ են նայում։ Թող Տերը օգնական լինի մեզ ամեն մեկի, շարունակության մեջ գրված է. մեր հայրերի Աստվածը առաջուց քեզ ընտրեց։ Ինչու համար ընտրե, որ ընտրության բուն նպատակը, որ նրա կամքը ճանաչես։ Ես շատ անգամ խոսում եմ կամքի վրա, երբ որ հասնում են ինչ է Աստծո կամքը, բոլորի պատասխանը միանշանակ է։ Աստծո կամքը բարին, հաճելին, կատարյալն է։ Այս վերցված է նախատեսության ընդամենը մեկ մասը, վերջնամասը։ Բայց ամբողջ նախատեսությունը սկսվում է հետևյալ կերպ. մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով։ Այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք, թե ինչ է Աստծո կամքը։ Բարին, հաճելին, կատարյալը։ Այսօր ես եւ դու աշխարհի կերպարանքը ունենք։ Եվ ուզում ենք, որպեսզի Աստծո կամքը քննենք։
Քուրեր ջան, եղբայրներ ջան, երբ որ ասում ենք աշխարհի կերպարանք, առաջինը մարդիկ հասկանում են արտաքինը։ Պողոս առաքյալը Տիմոթեոսի, երկրորդ Տիմոթեոսի 3-րդ գլխի 5 համարում է սևի խոսքեր ուներ, ինչ է ասում։ Աստված պաշտության կերպարանք ունեք, բայց անոր զորություն ուրացած եք։ Դեսօր կարող ես արտաքինից ցույց տալ, որ քրիստոնյա ես, բայց ներսը Եվ սա է Եզեկիել մարգարեության 36:26 համարում, որ Տերն ասում է. «Եվ ես քեզ նոր սիրտ, նոր հոգի պիտի տամ»։ Հետաքրքիր է, նոր սիրտ ունեցող անձնարությունը, նոր հոգի ունեցող անձնարությունը ինչպես կապրել։ Այդ նոր սրտի մեջ ատելություն կա, բամբասանք կա, քենախնդրություն կա, նախանց կա, բայց հիմի հարց եմ տալիս, մեր մեջ կա թե չկա։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, Աստված ինձ եւ քեզ ընտրել է եւ նրա կամքը, որ ես եւ դու սուրբ կյանքով ապրենք։ Եթե կարդաք առաջի Թեսաղոնիկեցիս 4-րդ գլխի 3-րդ համարը գրված է, Աստծո կամքը ձեր սրբությունն է։ Հիմի հարց եմ տալիս, մարդը կարող է ապրել սուրբ կյանք։ Այսօր քրիստոնյա աշխարհի 90%-ն ասում է հնարավոր չէ, սա բացարձակ սուտ է։ Եթե հնարավոր չէ, ուրեմն երկինքը փակ է մեզ համար։ Սուրբ, առանձնացված Աստծո համար, Աստծո բաժին։ Եղբայրներ, քույրեր, մենք այսօր շատ անգամ սրա վրա մենք չենք աշխատում եւ մենք չենք տեսնում, որ մենք կանչված ենք սուրբ լինելու, աստվածային բնությանը հավորդ լինելու։ Եվ կուզեի, որպեսզի մենք իրոք լուրջ ուշադրություն դարձնենք սրան։ Մենք շատ անգամ տերունական աղոթքի մեջ ասում ենք՝ լինի քո կամքը, բայց ո՞րն է Աստծո կամքը։ Քո սրբությունը։ Կամ հիշում եք Մատթեոս ավետարան 21-րդ գլխի 28-ից 31 համարն է, երբ որ կարդանք, այնտեղ գրված է, որ հայրը կանչեց իր տղային, ասեց գնայի մայրկու մեջ աշխատի, ասեց չեմ գնա։ Եվ գրված է գնաց։ Մյուսը ասեց կգնամ, բայց չգնաց։ Հիմի հարցը հետևյալն է. ով հոր կամքը կատարեց։ Այսօր հոր կամքը կատարում ես թե չէ։ Դավիթի ուրախությունը 122-րդ Սաղմոս առաջի համարի մեջ գրված է. ես ուրախ եղա, որ ինձ ասեցին, թե Տիրոջ տունը ես տան։ Դավիթը չէր գնում Նաթանին տեսնելու։ Դավիթը հավատում էր մեկ բան, որտեղ 2-ից 3 Տիրոջ անունով հավաքված Աստված այնտեղ ներկա է։ Ինքը գնում էր Աստծո հետ հարաբերության, Աստծուն տեսնելու։ Այսօր ինչ է բացակայությունը, ո՞րն է բացակայության հիմքը։ Ինչպես որ մարդիկ չեն հաճախում եկեղեցի այնպես, ինչպես որ Աստված ուզում է։ Անցած անգամ քիշեք կարդացել համարը Եբրայեցիս 10-րդ գլխի 23-ից 25 համարներում գրված է. «Պինդ բռնիր հույսի դավանությունը, անսայտակ, որ հավատարիմ է խոստացողը, եւ զգուշանանք իրարու հանդեպ դեպի սերը, բարի գործեր կրկրելով, եւ չթողնենք մեր իրար հետ ժողվել, ինչպես ոմանց սովորություն է, բայց իրար հորդորենք, եւ այնքան ավելի, որքան տեսնում ենք, որ օրը մոտեցած է»։ Ուշադրություն դարձեք, ամենակալ Աստված Սամսոնին կանչել էր եւ օծյալն էր։ Բայց հետաքրքիր է, Սամսոնը ինչով էր զբաղված։ Եվ վերջնակետը Սամսոնի մենք գիտենք։ Այսօր կուզեի, որպեսզի ես եւ դու լուրջ խորենք ես մասին, եւ շարունակության մեջ գրված է. քեզ ընտրեց, նրա կամքը ճանաչես եւ այն արտարին տեսնես։ Ուղղակի ես մտքի վրա շատ անգամ խոսել եմ, ուզում եմ նորից անդրադառնալ, արտարին տեսնել։ Հիշեք Սուրբ Գրքի մեջ կար համար գրված, որտեղ որ ամենակալ Աստված հետևյալն էր ասում Մովսեսին, որ իրեն որից է մեկ մարդ չի կարող տեսնել։ Եվ Սուրբ Գրքի մեջ կան նաև համարներ, որտեղ որ գրված է, որ մարդը կարող է Աստծուն տեսնել։ Կարծես թե հակասում է, չէ։ Հոգևոր մարդը Աստծուն կարող է տեսնել։ Հոբի 42-ի 5-րդ համար։ Ականջի լսելով լսել է քո մասին, բայց հիմա իմ աչքը տեսնում է քեզ։ Հետաքրքիր է, ինչ տեղ ունեցավ։ Սրա համար ուզում եմ անդրադառնալ բուն բանաձևին։ Մատթեոս ավետարան 5-րդ գլուխ 8-րդ համար գրված է. երանի սրտով մաքուրներին, որ ասում կտեսնեն։
Մի պիտի ասենք հոպի սիրտը մաքուր չէր։ Եղբայրներ քույրեր, ուշադրություն դարձեք ուղղակի հոպ կերպարը ամենալավակույնը, հանկարծ չմտածեք, դες հոպին ուզում եմ ցածրացնել։ Ես չգիտեմ մենք հոպի պես կարող ենք ապրել, թե չէ, այդ նեղության մեջ, այդ դժվարության մեջ ասում փարթալ։ Հոպի մասին է Աստված վկայում ուղիղ աստվածավախ կատարյալ։ Բայց ուշադրություն դարձեք, 3-րդ գլխի մեջ գրված է հոպը իրեն ծնված օրը անիծում է։ 19-րդ գլուխ իրեն տրտունջն է իրեն հարազատների դեմ։ 29-րդ գլուխ իրեն փառքն է պատմում։ 30-ում մեջ հիշում եք առաջի համարի մեջ գրված է։ Հիմա այն ծաղր անողներ ինձանից փոքրեր են, որոնց հայրերին իմ շներ հետ չէի տնի։ Եվ հիշեք, հոպի բարեկամները գալիս էին միշտ իրեն ցավեցնում են։ Եվ հասավ ժամանակահատվածը 42-րդ գլխի մեջ բարեկամները եկել են Աստծոյ մոտ, Աստված ասեց գնացեք իմ հոպ ծառայի մոտ, թող ինքը ձեզ համար աղոտ կանի։ Այստեղ Աստված ցույց է տալիս հոպի սրտի մաքրությունը, Երանի սրտով մաքուրներին, որ ասուն կտեսնեն։ Եվ 10-րդ համարը, երբ որ մենք կարդում ենք, գրված է հետևյալը, Հոբ 42:10, եւ Յովան ետ դարձեց Հոբի կերությունը, ետ դարձեց, երբ որ նա իր ընկերների համար աղոթեց։ Հոբի սրտի մեջ չկաներ քեն, նախանց, չարություն իրեն բարեկամների հանդեպ։ Հիմի հարց եմ տալիս, եթե ես եւ դու լինենք Հոբի փոխարեն, ու մեզ այդ ծև ցավեցնեն, գայն ասեն աղոթի, կաղոթենք։ Հոբը իր սրտի աղոթեց եւ ասում է. ականջի լսել եք քո մասին, բայց հիմա իմ աշկը տեսնում եք քեզ։ Եվ երկրորդ միտքը, որի վրա ուզում եմ կանգ առնել, Եսայի մարգարություն 6-րդ գլխի առաջի համար։ Ինչ է այնտեղ գրված։ Ոզյա թագավորի մեռած տարին, տեսա Տիրոջը։ Մետաքրքիր է։ Եսային ինչ համար չէր տեսնում Տիրոջը։ Պրոբլեմը Ոզյան էր։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ոչ թե Ոզյան էր, այստեղ ամենակալ Աստված մեկ միտք է ուզում մեզ բերել։ Ոզյան մարմնավոր թագավոր էր։ Եվ առաջի թագավորած 8-րդ գլուխ, եթե հիշեք, գրված է, որ Իսրայելի ծերերը հավաքվեցին, եկան Ռամա Սամուելի վրա եւ ինչ ասեցին. Դու ծերացել ես քո զավակները քո ճանապարհով չեն քայլում։ Մեզ վրա թագավոր դի ուրիշ ազգերի պես։ Չի գրված թագավորել, ուշադրություն դարձեք։ Եթե կարդաք այնտեղ թագավորել բառը չի գրված, գրված է, որ մեզ դատե ուրիշ ազգերի պես։ Որտեւ Աստված մեղքը դատապարտում էր, ուրիշ ազգերը չէ։ Եվ գրված է, որ Սամուելը երբ որ ընկավ Տիրոջ առաջին, տերն ասեց. «Վեր կաց, ինչու համար ես երեսիդ վարինք է, Իսրայելը ինձ է մերժել, քեզ չի մերժել»։ Եվ սկսավ հրյաների Իսրայելի ամենածանր ժամանակահատվածը թագավորական։ Եվ այստեղ ամենակալ Աստված ուշադրություն դարձեք ինչ է ուզում ինձ եւ քեզ սովորեցնել։ Միջև մեր մեջ այդ մարմնավոր թագավորությունը չմեռնի, մենք ասում չենք տեսնել։ Այսօր մեր մեջ թագավորություն կա թե չկա։ Մեր մեջ ես կա թե չկա։ Միջև քո եսը, քո թագավորությունը չմեռնի, դու ասում երբեք չես կարող տեսնել։ Եվ ինքը ամենակալ Աստված ասում է, որ ես եւ դու այս վիճակի վրա աշխատենք։ Պողոսը առաջի Կորինթացիս 9:27-ում սա էր ասում. Ես իմ անձս կճնշեմ ու կնվաճեմ։ Ես ամեն օր կմեռնիմ։ Ինչ ամեն օր կմեռնիր հարություն կաներ, իրեն մեջ մերսում էր մարմնավոր թագավորությունը։ Եվ հիշեք Փիլիպեցիս 3-րդ գլխի 7-8 համարների մեջ գրված է մարմնից խայտոց տրվեցավ ինձ, ինչու համար, որ չհպարտանամ, որ եսս չպարսանամ։ Եվ շարունակության մեջ գրված է հետևյալ միտքը. Արտարին տեսնեմ եւ նրա բերանի ձայնը լսեմ։ Ուրիշ ջան, եղբայրներ ջան, այսօր ինչ չափով ենք մենք լսում Աստծոյի ձայն։ Հիշում եք անապատի մեջ իզիչ օծերը, խայտող օծերը։ Աստծոյի նպատակը հետևյալն էր ցույց տալ, թե ովքեր են հնազանդվում ամենակալ Տիրոջը, երբ որ Մովսեսին պատվիրեց պղնձե օծը կանգնեցնել։ Պղնձե օծը բժշկարար չէր, բժշկող Աստծո խոսքին հնազանդվելն էր։ Մի հարց հետևյալն է. ինչ չափով ես հնազանդվում Աստծո խոսքին։ Եղբայրներ քույրեր,
Այսօր կուզեի, որպեսզի ես եւ դու լուրջ ուշադրություն դարձնենք այս բանը։ Մեր հայրերի Աստվածը առաջուց մեզ ընտրել է։ Եվ իր նպատակը, որ այս որակները մեր մեջ լինեն։ Դուք Տիրոջ համար շատ թանկ արժես եւ հիշիր հետեւյալ առաջի Կորինթացիս 3-րդ գլխի մեջ Պողոս առաքյալը ինձ եւ քեզ հորդորում եւ ասում է հետեւյալը. 16-17 համարներ, չգիտեք, որ դուք Աստծո տաճար եք եւ Աստծո հոգին բնակված է ձեզանում։ Աստծո տաճարը սուրբ է, որ դուք եք։ Բայց Միշնամասում ինչ է գրված. Եթե մեկը Աստծո տաճարն ապականե, Աստված էլ զանիկա պիտի ապականե։ Խնդրանք է Տիրոջով, որ մենք լուրջ ուշադրություն դարձնենք մեզ։ Ինչ օգուտ համայն աշխարհ կշայես, հոգիդ կորցնես։ Գանք Տիրոջ առաջին, խնդրենք, որ Աստված մեզ օգնական լինի։ Որ այսօր քուրեր ջան, եղբայրներ ջան, մենք ամբողջ սրտով հավատանք, որ Աստված ամենակալ Տերը երբեք չի սխալվել։ Եվ եթե քեզ ընտրել է, ուրեմն ինքը գիտի, դու իրեն պետք ես։ Թեկուզ այդ փոքր խիբարը, որ շատ անգամ աշխատանք երբ որ շենքը կառուցում են, այդ խիբարները տանում թափում են։ Աստված այդ խիբարը չի թափում։ Ինքը օգտագործում է իրեն շինարարության մեջ։ Երևացող չէ, բայց այդ խիբարն է պահողը այդ սրբատաշքարը։ Այսօր եղբայրները քարոզում են, եղբայրները ձեռնադրվել են, երեց են, սարկավակ են, եպիսկոպոս են, բայց չեն տեսնում, որ այնտեղ քույրեր կան, որ իրեն համար աղոթում են։ Այդ քույրերը, այդ խիպարներն են, որի աղոթքի հետևանքով եղբայրները կարողանում են առաջ գնալ։ Թող Տիրոջ անունը փառավորի։ Գանք Տիրոջ առաջին։ Խնդրենք ամենակալ Տիրոջը, որ Աստված մեզ ողորմություն անի։